Ապրիլի 29-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախագահ Վաղագն Խաչատուրյանն ասել է, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունները աչքի են ընկել մեծ ակտիվությամբ եւ ընդլայնվող բովանդակությամբ։ Շարունակվում են պարբերական այցելությունները բարձրագույն եւ բարձր մակարդակով, զարգանում եւ խորանում է համագործակցությունը պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում։ Նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել եւ պարտավորեցնում են մեզ բազմապատկել ջանքերը փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, ասել է նախագահը։ Նա կարևորել է Հայաստանի եւ Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները, որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործոն։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել եւ ամրապնդել գործընկերային հարաբերությունները ի շահ երկու բարեկամ ժողովուրդների եւ ողջ տարածաշրջանի։ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական ու տնտեսական սերտ կապերը։ Անցյալ տարի ձևակերպել ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում ավելի մեծ համագործակցության համար։ Հայաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ զբոսաշրջիկների թվով Հայաստանը առաջատարների եռյակում է, ասել է Վրաստանի նախագահը։ Մինչդեռ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի աջակցությունը Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հարցում։ Հանդիպմանը քննարկվել են մի շարք միջազգային եւ գլոբալ խնդիրներ, շարունակելու են զարգացնել համագործակցությունը ի շահ երկու երկրների, հավելել է նա։ Կավելաշվիլին Խաչատուրյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում են կառավարությունից։ Պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Քրիստիան Միխալի հանդիպումը։ Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։ Քրիստիան Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար եւ նշել է, որ այցը նորազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Էստոնիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման տարբեր ուղղություններով, համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով։ Քրիստիան Միխալը ողջունել է Հայաստանի կառավարության բարեփոխումների լայն օրակարգը եւ դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի կառավարության պատրաստակամությունը։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ Հայաստանի եւ Էստոնիայի միջև ընդհանուր արժեքների եւ շահերի վրա հիմնված հարաբերությունները դինամիկ զարգանում են ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում։ Հայաստանի վարչապետը եւս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Էստոնիայի շարունակական աջակցման համար։ Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը։ Նիկոլ Փաշինյանը եւ Քրիստիան Միխալը անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել։ Էստոնիայի վարչապետը ողջունել է խաղաղությանը միտված քայլերը եւ նշել, որ համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև եւ կայուն խաղաղություն։ Հաջորդիվ ի պատիվ Հայաստանի վարչապետի Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք։
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստին Արինենին։ Այս մասին ասված է Եվրամիության դիտորդական առաքելության X միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպանին եւ համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքներն ու գործունեությունը, վերջին զարգացումները, նշված է առաքելության գրառման մեջ։ Գրառման մեջ նաեւ ընդգծվել է, որ Ֆինլանդիան Եվրամիության դիտորդական առաքելության մասնակից է Հայաստան գործուղված 7 ֆին փորձագետներով։ Դատարանի որոշմամբ հաշտության համաձայնություններով 2025 թվականի մարտի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1.803.000 Միացյալ Նահանգների դոլարին համարժեք 710 միլիոն դրամ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այս անգամ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք եւ հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելավոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Տվյալների ճշգրտման եւ իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ։ Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։ Հաշվարկները ուշագրավ են։ Ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով։ Հիմք ընդունելով հաղորդման փաստերը քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզության գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական եւ գործունեության հասցեներում։ Արդյունքում արգրավել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ այլ նյութեր։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության եւ հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է, նպատակ ունենալով բացահայտել եւ կանխել նմանատիպ դեպքերը։ Վրաստանը որպես չեզոք երկիր տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի եւ շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ հայտարարել է խորհրդարանի փոխոսնակ Գիա Վոլսկին, մեկնաբանելով նախագահ Միխայել Կավելաշվիլիի Ադրբեջան կատարած այցից մի քանի օր անց Հայաստան կատարած այցը։ Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք ունեն։ Նրանց արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Թբիլիսիի կատարած իրենց վերջին այցի ժամանակ մեր արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նույն վերաբերմունքն են արտահայտել։ Վրաստանի նախագահի ժամանումը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշն է։ Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես ռազմավարական գործընկերների հետ մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, ասել է նա։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է մեջբերում է. Պարարվեստի հարգելի գործիչներ, սիրելի բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդու ազատությունն է տալիս երաժշտության եւ մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին, անկախ տարիքից, սեռից, կրոնական ու ազգային պատկանելիությունից։ Պարը նաեւ մեր երեխաների մարմնակրթության եւ սոցիալականացման կարևոր բաղադրիչ է, որը պետք է արտահայտվի մշակութային կրթության տարբեր միջավայրերում։ Կառավարությունը մշտապես պատրաստ է լինել ոլորտը զարգացնող լավ գաղափարների կողքին, աջակցելով հայաստանյան պարարվեստի առաջխաղացմանը, նոր բալետային եւ պարային ներկայացումների ստեղծմանը,
Պարարվեստի միջազգային հանրությանը պատշաճ ներկայանալուն։ Հատկանշական է, որ կառավարությունն աջակցում է ժամանակակից Պարի ամենամյա փառատոնին, այս տարի նաև նոր եւ հետաքրքիր պարային ներկայացումների ակնկալիք ունենք հաստատված դրամաշնորհային ծրագրերով։ Ամեն տարի ապրիլի 29-ին Հայաստանը եւս ապրում է եւ շնչում է պարով։ Կազմակերպվում են տարբեր խմբերի համերգներ, բացօթյա պարային հանդիսություններ, հնչում են գնահատանքի խոսքեր ու հանձնվում պարգևներ։ Այս տարի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ պարային հանդիսությանը մասնակից կդառնան Հայաստանի մարզերի եւ Երևանի պարախմբերը։ Մեր ավանդական քոչարին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, կհնչի ուղիղ ժամը 18-ին, պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել։ Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այդ տոնական արշավին։ Պարարվեստի սիրելի գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ եւ լեփ-լեցուն դահլիճներ։ Շնորհավոր Պարի միջազգային օրը։ Մեջբերման ավարտեմ։ Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը, արվեստի այս հնագույն, բայց երբեք չծերացող մշակույթի օրը։ Այս օրը ոչ միայն հիշեցնում է Պարի անսահման գեղեցկությունն ու հմայքը, այլև ընդգծում է դրա համամարտկային նշանակությունը որպես հաղորդակցության եւ ինքնաարտահայտման յուրահատուկ միջոց։ Իսկ օրը եւս պատահական չի ընտրվել։ Ապրիլի 29-ին ծնվել է ֆրանսիացի պարուսույց բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերը, որը պատմության մեջ հայտնի է որպես ժամանակակից բալետի հայր։ Նովերն առաջիններով սկսեց ինքնուրույն պարային ներկայացումներ բեմադրել։ Նովերը պարը համարում էր ոչ միայն էսթետիկ հաճույք պատճառող արվեստ, այլև մարդու ներաշխարհը բացահայտող ուժեղ միջոց։ Վաղ ժամանակներում պարը ծեսերի մաս էր կազմում։ Այն նկարագրում էր բնության փոփոխություններն ու երևույթները բնութագրող բոլոր նշանակալից իրադարձությունները։ Մշակութային ու ազգային փոխակերպումների զուգընթաց պարը եւս արտահայտում է յուրաքանչյուր ազգի ավանդույթներն ու պատկերացումները։ Պարային շարժումների վկայությունն են մեր թվարկությունից առաջ 6-ից 8-րդ դարի ժայռերին արված պատկերները։ Պարային մշակույթը տարածված է եղել նաև հեռավոր Արևելքում։ Օրինակ Չինաստանում մշակվել է սյուժետային պար, որը շատ կապված էր թատրոնի հետ։ Իսկ անտիկ Հունաստանը իհարկե չէր կարող անմասն մնալ պարարվեստի առանձնահատկություններով։ Հին Հունաստանում պարը կարևոր դեր է խաղացել հասարակության կյանքում։ Պարի պատմության մեջ նոր էջ բացվեց 17-րդ դարում բալետի առաջին դպրոցի բացմամբ։ Ժամանակի ընթացքում պարը հրապարակներից տեղափոխվեց պալատների սրահներ, այն դարձավ հասարակության իշխող խավի, կենցաղի ու բարքերի վառ վկայությունը։ 18-րդ դարում ծնվեց վալսը, դրան հաջորդեց պարարվեստի վարպետի պարուսույցի մասնագիտության ի հայտ գալը։ Ի ժամանակակից պարի ծագումը կապվում է 1950-ական թվականների հետ, որն իրական հեղափոխություն էր հասարակության կյանքում։ Դրանով փոխվեցին մի շարք արժեքներ ոճից մինչև վարվելակերպ։ Այսօր Հայաստանում նույնպես Պարի միջազգային օրը նշվում է մեծ ոգևորությամբ։ Հրապարակներում ու տարբեր մշակութային կենտրոններում կազմակերպվում են պարային ներկայացումներ, հայկական ժողովրդականից մինչև ժամանակակից շոու պարեր։ Պարը ոչ միայն գեղեցկություն է, այլև մի լեզու, որը հասանելի է բոլորին, անկախ տարիքից, ազգությունից ու սոցիալական պատկանելիությունից։ Այն միավորում է, բուժում է, ազատում ու ոգեշնչում։ Իսկ Պարի միջազգային օրը պարզապես հիանալի առիթ է այդ կախարդանքին մի փոքր մոտենալու։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ խոշտանգումների վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու եւ առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի, գլխավոր դատախազության, արտահայտության նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշելով կոնկրետ լուծումներ, որոնք կնպաստեն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների կատարելուն։ Նախանշվող փոփոխությունները կհանդիսանան մարդու իրավունքները հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու գործուն միջոց, նաեւ կապահովեն անհրաժեշտ իրավական պաշտպանություն ոստիկանության ծառայողների համար նրանց գործողությունների անհարկի վիճարկման պարագայում, ստեղծելով ապացուցողական անհրաժեշտ բազա։ Աշխատանքային խմբի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել մինչև առաջիկա հանդիպումները կրկին վերհանել կոնկրետ խնդիրներ եւ մշակել հստակ լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների առավել ամրապնդման ուղղությամբ։
Ապրիլի 29-ին ժամը 9:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրի հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Ժամանել են փրկարար ծառայության Սևանի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամասում կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել է կայանված 3 տրանսպորտային միջոց եւ հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ցավ վիճակում մեքենա վարող 161, առանց վարորդական իրավունքի վկայականի 297 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 24, չամրակապված վարելու 574, առանց մանկական նստատեղի քարսիթի 12, վարելու ընթացքում ծխելու 303, վարելի սեռախոսից օգտվելու 244, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 36 եւ 1615 այլ իրավախախտում, 135 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 320-ը տեխնիկական զննություն չանցած, 57-ը լուսարձակների անսարքությամբ, 50-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 92 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13960 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 244 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ցավ վիճակում մեքենա վարող 234, առանց վարորդական իրավունքի վկայականի 611, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 62, չամրակապված վարելու 3229, առանց մանկական նստատեղի քարսիթի 209, վարելու ընթացքում ծխելու 379, վարելի սեռախոսից օգտվելու 523, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 29, արագության գերազանցման 2100 եւ 4247 այլ իրավախախտում, 408 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1389 տեխնիկական զննություն չանցած, 434-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 9 բեռնատար, 146-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 36 անձ։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, Հանրապետության մարզերում ապրիլի 30-ին, մայիսի 1-ից 3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 29-ից ցերեկը նվազել է 2-ից 5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-ից 10 աստիճանով։ Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 աստիճանով։